այդ որ ասում եք 1-1 գոնե ամիսը 1 fast food, դա սիրտ-անոթային ռիսկը մոտ 30-40% մեծացնում է երեխայի, երբ որ ինքը մեծանա։ Այդ 1-1 fast food-ը։ Այդ նույն տրանս ճարպաթթուները, որոնք կասկածելի այդ յուղերն են, էլի մարգարինները, հալած յուղերը, որոնք չգիտեք ինչով է տապակվում, այդ միսը որտեղից է բերած, սառացրած է, քանի տարվա միս է, կարող 3 տարվա, շատ հաճախ լինում է երկար ժամանակվա սառացրած դրսից բերած մսեր, որոնք դնում են այդ բոլոր fast food-երի մեջ, իրանք տապակվում են անընդհատ նույնի մեջ, բնականաբար ոչ ոք չի մտածելու ձեր երեխայի առողջության մասին, բիզնեսը ինքը մտածելու է իր փող աշխատելու մասին, այնտեղ լինելու են տարբեր կրկնվող ձեթեր, մարգարիններ եւ այլներ, որոնց մեջ լիքը տրանս ճարպաթթու կա, ու ես չեմ հորինել, ապացուցված է, որ դա առողջությանը վնասած սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձրացնում է։ Հիմա դուք եք ընտրում, ուզում եք ձեր երեխան մեծանա հիվանդ լինի, թե այդ րոպեին որ ուզի դուք իրան տակ այդ էներգետիկ ըմպելիքները, ճակերտավոր բնական հյութերը, տնական կամպոտները ոչ մի առողջարար բան իրանց մեջ չունեն։